Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը։ Կառավարությունը պարզաբանեց, համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։ Նախագիծը չի բխում կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրից։ Համակարգի չեղարկման առաջարկն ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցությանն էր։ Հիմնավորման մեջ ընդդիմադիրները մասնավորապես նշում էին, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք եւ ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր եւ ավելորդ վարչարարություն, անիմաստ պատասխանատվության եւ տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնալու է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ եւ անարդյունավետ գործընթաց։ Նշվում էր նաև, որ առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները եւս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը։ Հասմիկ Անտոնյան, Սևակ Հովհաննիսյան, Եվրոմեդիա 24։